20 տարի է Անիցա Գենջյանը Լոռու մարզային գրադարանում է։ Գրադարանավարի աշխատանքը սիրով է կատարում։ Դժվարին ու պատասխանատու աշխատանք է, ասում է։ Պատասխանատու պաշտոններում եղել է, բայց ամենաբարձր պաշտոնը գրադարանավար լինելն է համարում։ Երբ որ ես ընդունվեցի աշխատանքին, ինձ ասեցին, ոնց sense գիտելիքներով գնում ես սովորական գրադարանավար, այո, ես ուզում եմ սովորական գրադարանավար իմ ընթերցողի, իմ հասարակության համար, որովհետև ես մի այլ կերպ եմ պատկերացնում գրադարանավարությունը, գիրքը եւ մոտեցում իմ ընթերցողին, իմ հասարակությանը։ Կրթություն ստացել է Ղազախստանի Շիմկեն քաղաքում, սովորել է տեղի կուլտուրայի ակադեմիայի մատենագիտական բաժնում։ Գրադարանավարի աշխատանքի դժվարություններին առաջին անգամ բախվել է տեղի տեխնիկական մարզային գրադարանում, այնուհետև փորձն ու գիտելիքները բերել Լոռու մարզային գրադարան։ Ներկայումս ղեկավարում է այլ խմբերի հետ աշխատանքների եւ սպասարկման բաժինը, փորձում յուրաքանչյուր ընթերցողի մեջ ներարկել սեր դեպի ընթերցանությունը, դարձնելով այն մարդկանց առօրյայի մասը։ Աշխատում ենք ընտանեկան ծրագրով, դա ընտանեկան գրադարանավար է կոչվում, որը անհատ մոտեցում տունայց սպասարկում է անում եւ ունենք հասարակական կազմակերպություններ, որոնց հետ համագործակցում ենք եւ իմ կազմակերպության երեխաները, դեռահասները եւ մեծերը բոլորը կարողանում են օգտվել գրադարանից։ Գրքերով հարուստ գրադարանը դեռ քիչ է լավը համարվելու համար, ասում է Անիցան եւ շարունակում. լավ գրադարանն այնտեղ է, որտեղ լավ գրադարանավարուհին է, ով կարողանում է կարդալ ընթերցողի հոգին։ Չի սիրում, երբ գիրքը մնում է անտեսված արխիվային բաժնում։ Դա նույնն է, թե ընթերցողը չի ապրում ու վերապրում այն րոպեները, որը կարող էր հաղորդել գիրքը։ Մի քիչ նեղսրտում է, երբ ընթերցողները նախընտրում են նոր հրատարակությունները։ Հին գրքի հոտն ուրիշ է, ասում է։ Պատկերացնում եք ինքը ինչքան հին է, այդքան օրիգինալի մոտիկ։ Քերին նայում են որպես կենթանի շունչ։ Եթե ընթերցանությունը վսեմացնում է ոգին, եթե այն ներշնչել է ազնիվ ու խիզախ զգացմունքներ, լավ գիրք ես կարդում, վստահեցնում է Անիցան եւ ասում, որ իր աշխատանքի ընթացքում հասկացել է մի բան. իրականում գլուխգործոցներ չկան, այդպիսին դառնում են ընթերցողների շնորհիվ։ Հերումինե Այվազյան, Ելենա Սաքանյան, Լոռի հեռուստաընկերություն։